Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, Վանաձայնի եթերով էպտիմալեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ գընթերցենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Երևանի մեջ մրցումն հերացված է «Մենք ենք մեր սարերը» պատկերը զայն նկատելով հագաբեդական քայլ։ Տրիպի նորանշանակ ղեկավարը դեր գտարնա Թեղուդի հանքավանին։ Հալեբի հայ ձերանոցը դեղափոխված։ Համահոմենընդմենական կարոշչական առաջին համակումարը Երևանի մեջ։ Արցախյան մշակույթի բաբանման կենտրոնը հայտարարությամբ մահիտնեց, որ Երևանի մեջ մրցումի մտաղավարեն վերցված է «Մենք ենք մեր սարերը» պատկերը զայն նկատելով հագաբեդական քայլ։ Կենտրոնը հրապարակած է հայտարարություն նշելով. Հայաստանի պետական մարմինները Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար համապատասխան քայլեր չեն առնել։ Հակառակ միջազգային իրավունքի առիթներուն պետական մագարտակով համապատասխան մեխանիզմները չեն օգտագործվիր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԳ-ի համապատասխան մարմիններուն եւ միջազգային այլ հարթակներու մեջ աշխատանք չի կատարվիր, չեն ներկայացվիր իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ։ Արցախի մշակութային ժառանգության թեմ կատարվող խախտումները փաստագրելու, անոնց կանխարգելման համար քայլեր ցերնարգելու եւ միջազգային համապատասխանատվության մեխանիզմները կորզաթրելու նպատակով։ Փաստ է, որ խնդիրը միայն պետական անկորձությամբ սահմանափակված չէ։ Մտահոգիչ են նաեւ Հայաստանի ղեկավարության հրապարակային հայտարարությունները, որոնցմով Արցախի հայկական եկեղեցիներու եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերը կներկայացվին իբրև Ադրբեջանի ներքին գործ։ Նման հայտարարությունները կդկարացնեն Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը եւ կրնան բացասապար անդրադառնալ միջազգային հարթակներու վրա իրավական հետագա աշխատանքներու արդյունավետության։ Այսպես, պետական մագարտակի վրա ձևավորված է իրավիճակը, երբ միջազգային մեխանիզմներու ոչ բավարար ձևով օգտագործումը միջազգայինորեն կդկարացնե իրավական այն հիմերը, որոնց վրա կրնային պաշտպանական քայլեր կառուցվիլ։ Հայաստանի մեջ գործող մշակութային գարկմը գազագերբություններու ներքին թելատրանք տրված է իրենց ստեղծագործություններու անվանումներեն հանելու Արցախ բարը։ Արցախյան մշակույթի բաբանման կենտրոնը դիմեց Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության։ Նախարարության պատասխանին մեջ նշված է, որ նախարարությունը եւ անոր ենթակայության տակ գտնվող գազագերբությունները որևէ քրավոր կամ բանավոր թելատրանք չեն ստացած մշակութային ստեղծագործություններեն կամ պատմամշակութային նյութերեն Արցախ անվանումը հանելու համար։ Նախարարությունը նաև հայտնեց, որ իր ենթակայության տակ գտնվող հաստատություններուն մեջ Արցախի խորհրդանիշներու ցուցադրության համար որևէ արգելք ճշտված չէ։ Թեև նախարարության պատասխանը պաշտոնապես կերկե նման հանձնարարականի մկոյությունը, սակայն հանրության մեջ շրջանառվող դեղեցությունները կվկայեն, որ Արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ դեղի կունենան ոտնձգություններ առանցին հաստատություններու եւ անհատներու մագարտակով։ Երևանի Անուշավան Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդես մրցումի ընթացքին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցումի դաղավարեն հանեց աշակերտներն մեգուն ցերկով նկարված աշխատանքը, որուն մեջ կգտնվեր Ստեփանագերդի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը եւ զայն որակեց հագաբեդական քայլ։ Շարունակելով Արցախյան մշակույթի բաբանման կենտրոնին հայտարարությունը հաստատեց. Եթե Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներուն մեջ վտանգված է Արցախի մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, հուշարձանները եւ պատմամշակութային արժեքները, ապա Հայաստանի մեջ հadoop ուշադրության գարիք ունին մշակութային հիշողությունը, պատմական անվանումները, խորհրդանիշներն եւ ինքնությունը։ Երկուքն ալ թեև դարբեր դրսևորումներով գազդեն նույն մշակութային ժառանգության շարունակականության վրա։
մեկը ֆիզիկական ոչնչացում, մյուսը հիշողության եւ աստիճանական հեռացումի միջոց։ Մշակութային ինքնության պահպանման իրավունքը միջազգայինորեն սահմանված մարդկային իրավունք է, որ կփոխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն եւ ամրագրված է մարդու իրավունքներու համընդհանուր հռչակագիրին մեջ տնտեսական, ընկերային եւ մշակութային իրավունքներու մասին միջազգային դաշնակիրին մեջ։ Այս իրավունքը չի կրնար քաղաքական սակարկություններու նյութ դառնալ։ Պետական մագարտակով հայտարարված քաղաքականությունը եւ առօրյա գործնական դրսևորումները իրարու հետ չեն համընկնիր։ Անձնական հաստատություններու մեջ դրվող որոշումները կրնան ուղղակի հագասել պետության նպատակներուն առանց որևէ պատասխանատվության կամ նույնիսկ պաշտոնական քննադատականի։ Դեղի ունեցածը ցույց կտա, որ խնդիրը համագարկային է եւ կպահանջի ոչ թե առանցին միջադեպերու արձագանք, այլ հետեւողական պետական քաղաքականություն։ Նշված է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հայտարարության մեջ։ Մրցակցության եւ սպառողներու շահերու պաշտպանության հանձնաժողովը արիտ տվավ Գուբրար Ռա ընկերության տեղուդի հանքավայրի բաժանադոմսերը ստանցնելու։ Տրամադան համագարկի նախկին ներկայացուցիչները մեկը Սերգեյ Վիրաբյան VDPN ժառանգած էր տեղուդի վարգային բարտկը եւ վաճառած էր երրորդ կողմին։ Պաստորեն հանքի վաճառքին մեջ գա մեխանիզմը, որուն արդյունքով նախ ռուսական տրամադունեն ընկերության բարտկը անցած է այլ ընկերության, իսկ վարգային բարտավորությունները կատարել է յետք հանքը ենթադրաբար ավելի բարձր քինով ծախած է Միացյալ Նահանգներու մեջ արձանագրված Dynamic Frontier Holdings-ին։ Սոկոլով խուսափած էր ուղիղ գործարքի մեջ մտնել արևմտյան բաժամիջոցներու մեջ գտնվող ռուսական տրամադան հետ, ուստի հանքը ստանցնած է երրորդ ընկերութենեն։ Գործարարական կորզունեության զուգահեռ Սոկոլով ծանոթ է բարեսիրություններով անցյալ տարի ան $100 միլիոն նվիրած է Շիկագոյի համալսարանին։ Ան նաև ամերիկյան 37 ընկերություններեն եւ գործարաններեն մեկն է, որ Meta-ի, Google-ի, Apple-ի հետ միասին ֆինանսավորած է նախագահ Թրամփի սպիտակդան բարասրահի դահլիճին վերանորոգությունը, որ կգնահատվի մոտ $300 միլիոն։ Associated Press-ի համաձայն Սոկոլով նաև բարբերաբար նվիրատվություններ կատարած է նախագահ Թրամփի քաղաքական շտաբին, միայն մեկ դարվան ընթացքին անշուրջ $11 միլիոն փոխանցած է Թրամփին աջակցող MAGA շարժումին։ Հալեբի մեր պաշտոնագից կանցասար շաբաթաթերթը կդեղեկացնե, թե Վերժին Գյուլբենգյան հաստատության սեփականատերը տադական քայլի դիմելով որոշած է հաստատությունը անմիջապես բարբել։ Ձանոթ է, որ Սուրիո պատերազմի ընթացքին ազգային ձերանոցի բարակաները աբաստանած են այս հաստատության մեջ։ Տադական որոշումով ձերանոցին դարեցները հայտնված են հապջեբով այլ դեղ փոխադրելու անհրաժեշտության դիմաց։ Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյան ազգային վարչության ադենաբեդը եւ քաղուտի պատասխանատուները հիվանդանոցին բարբումը բանջող գողմին հետ բանակցելով խնդրած են գար ժամանակը արիտ տալ վադարողջ դարեց մամիկներն ու բաբիկները հանկիստ պայմաններով փոխադրելու համար։ Սակայն կորզակցություն չէ ցուցաբերված եւ բանակցություններու իբրև արդյունք միայն 3 օրվան արիտ տրված է բարմումի աշխատանքին համար։ Կանցասար հավելյալ մանրամասնություններ տալով կշարունակե։ Հայ ձերանոցի խնամակալությունը ադենաբեդ Մանուկ Վարդապետ Բարիխանյանի գլխավորությամբ ձերանոցին ամբողջ անձնագազմը դնորեն Թամար Պարսեղյան Սարգսյանի աշխատանքի հսկողությամբ լծվեցան ձերանոցի դարեցները եւ գահույքը փոխադրելու գործին։ Փոխադրության ընթացքին Դիկնանց հանձնախումբը խոհանոցի իրելու տասավորումը եւ երեցներու հոգադարությունը ստանձնեց։ Բարբումի աշխատանքին ներկա գտնվեցավ նաեւ Բերիո Հայոց թեմի ազգային վարչությունը։ Սուրիո երիտասարդական միության, ապա նաև հայ երիտասարդաց ընկերության երիտասարդները գամավոր ծառայությամբ փութացին հայ մամիկներու եւ բաբիկներու օգնության, փոխադրության աշխատանքներուն նպաստելով։ Աբաստանյալները, որոնց մեջ նաև վադարողջ բարականներ այս դժվարության մեջ առանցին չէին, թեև հարմարավետ վայր չունեին, իսկ Բոստան Պաշայի իրենց երբեմնի հանգստավետ կետրոնը դակամին քարուկանտ վիճակի մեջ էր, սակայն անոնք արժանապար փոխադրվեցան ազգային գարույցներ, ազգային բադասպարան եւ հայ արաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո ներքնասրահ, ուր իրենց աբաստան հատկացվեցավ եւ երիտասարդուհիներուն կողմէ հadoop վերապերմունք ցուսապերվեցավ աբաստանյալներուն հոգեգան վիճակը բարելավելու համար։ Փոխադրությունը 3 օրվան ընթացքին ընթացավ 3 փուլով՝ շենքի բոլոր իրերու ցանկակրում,
շենքի ամբողջական բարբում եւ իրերու եւ դարեցներու փոխադրություն։ Այժմ Աբաստանյալները Աբաստան կդածեն ազգային գարույցներուն մեջ, մինչև որ գարելիությունը ստեղծվի ժամանակավոր այլ գարույցը հարմարավետ առողջապահական պայմաններով օժտելու եւ երկրի տնտեսական ցաներ պայմաններուն մեջ անոնց առողջապահական եւ գեցության հարցերը լուծելու։ Երեկ երկուշաբթի 20 հուլիսի առավոտյան ժամը 10-ին Երևանի Հոլիդեյին Բանտոգին Արմավիր սրահին մեջ սկսան համահոմենտմենական քարոշչական առաջին համակումարին աշխատանքները, մասնակցությամբ Միության շրջանային եւ Մեգուսի շրջաններու քարոշչական պատասխանատուներու, գազագերբիչ հոմենտմենի գետրոնական վարչության քարոշչական հանձնախումբի ներկայացուցիչներու եւ գետրոնական վարչության 6 անդամներու, ընդամենը 30 մասնակիցներ։ Ձանոթ է, որ այս օրերուն Հայաստան դարձած է համահոմենտմենական ցերնակներու ժամատրավայր։ Համակումարին առընթեր այսօր 3 շաբթի աղվերանի մեջ ընթացք կառնեն հոմենտմենի սկաուտական բարձրակույն գարքի Արարատյան գարքի կորձնական հանքրվանին Երգորիա աշխատանքները։ Երեգոյան Երևանի մեջ կնշվի հայ մարզիկի օրը, իսկ ուրբաթ օր բացում կգադարվի համահոմենտմենական 13-րդ ընդհանուր բանակումին։ Համահոմենտմենական քարոշչական առաջին համակումարին բացումը կատարվեցավ Հայաստանի, Արցախի եւ հոմենտմենի կայլերքներով։ Պաշտոնական բացման ներկա գտնվեցան Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Լիլիթ Կալստյան, համազգայինի գետրոնական վարչության ադենաբեդ Զաքար Քեշիշյան եւ գետրոնական վարչության անդամ Դիկրան Բաբիկյան, հոմենտմենի գետրոնական վարչության նախկին անդամ եւ Մեծիդան Ընգիլիգո Կաթողիկոսության ազգային գետրոնական վարչության համաադենաբեդ Ստեփան Դերբեդրոսյան։ Համակումարի բացման խոսքով ներկաները ողջունեց հոմենտմենի գետրոնական վարչության անդամ եւ քարոշչական աշխատանքներու ներկայացուցիչ Վիկեն Ավակյան։ Աննշեց, որ համակումարը իր դեսագին մեջ առաջինն է Միության պատմության մեջ եւ բարձրավորությունը ունի իր քննարկումներով պատասխանել 3 հիմնական հարցումի, թե այսուհետև ինչ ուղղությամբ պիտի ընտանան հոմենտմենի քարոշչական աշխատանքները եւ ուր հասնելու համար, որոնք եւ ինչպես պիտի առաջնորդեն այդ աշխատանքները, եւ վերջապես ինչպես պետք է օգտագործել Միության համահայկական ներուժը քարոշչական աշխատանքներու հաջողության եւ զարգացման մեջ։ Ապա համակումարը իր աշխատանքներուն սկսավ գլոր սեղանով, որուն նյութներ երիտասարդություն, արժեքներ, հասանելիություն եւ հոմենտմենի աշխատանքներուն հանրայացումը Հայաստանի մեջ։ Գլոր սեղանը վարեց հոմենտմենի գետրոնական վարչության քարոշչական հանձնախումբի անդամ Արտուր Մգրչյան։ Զրուցակիցներն էին լրագրող հանրային կորձիչ եւ հանրային գաբերու մասնակետ Ասխիկ Ավետիսյան, հոմենտմենի գետրոնական վարչության քարոշչական հանձնախումբի ադենաբեդ դոկտոր Գևորգ Հակոբյանյան եւ հոմենտմեն հասկի անդամ Անուշիկ Պանոսյան։ Համակումարի պաշտոնական բացումին հաջորդեցին առաջին օրվան նիստերը, որոնք քննարկեցին հետեւյալ նյութերը։ Հոմենտմենի քարոշչությունը 3 եւ այսօր զեկուցաբեր Վիկեն Ավակյան։ Նիստը վարեց հոմենտմենի գետրոնական վարչության քարոշչական հանձնախումբի անդամ Աստղիկ Աշկյան։ Հոմենտմենի ներգրավվածությունը արհեստական բանականության եւ ցանցային աշխարհի անվտանգության աշխարհին մեջ զեկուցաբեր Ժիրայր Բյուջեկյան։ Նիստը վարեց Գևորգ Հակոբյանյան։ Համակումարը նաև առանցին նիստում լսեց նախաբես գրգված հարցադերտիկի հիմամբ Միության շրջանային եւ Մեգուսի շրջաններուն քարոշչական աշխատանքներուն ընդհանուր իրավիճակը ներկայացնող զեկուցումը, համապատասխան ախտաջանաչումներով, արժևորումներով եւ աբակայի գծով առաջարկ պատկերացումներով։ Զեկուցումը ներկայացուց Գևորգ Հակոբյանյան։ Հետմիջօրեի ժամի 3-ին համակումարին մասնակիցները հոմենտմենի գետրոնական վարչության անդամներու առաջնորդությամբ այցելեցին ազգային գրադարան, ուր ծանոթացան 107-ամյա անոր պատմության։ Այցելեցին անոր զանազան բաժինները եւ հանդիպում զրույց ունեցան ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ։ Այս արիտով համակումարի մասնակիցներուն անունով գրադարանի նվիրվեցան հոմենտմենական քրագանության օրինակներ։ Հոմենտմենի գետրոնական վարչության անդամ եւ մարզիկ պաշտոնաթերթի խմբակիր Վիկեն Ավակյան քրատարանի տնօրենության հանձնեց մարզիկ պաշտոնաթերթի 46 տարիներու ամբողջական հավաքածոին 441 թիվերուն թվայնացած օրինակները եւ մատենակրությունը։ Դարիներու վրա երկարաշատ երկու աշխատանք, որոնց առաջին օրինակները ունենալու բադիվը շնորհվեցավ ազգային քրատարանին։ Ապա հոմենտմենի գետրոնական վարչության ադենաբեդ Հակոբ Խաչերյանը քրատարանի տնօրենության հանձնեց հոմենտմենի նշանակը վահանը ներկայացնող հուշանվերմը եւ նկատել տվավ, որ ազգային քրատարանը եւ հոմենտմենը կգադարեն հայաբանման մեծ գործ եւ երկուքին միջև կարելի է մշակել գործակցության եզրեր, որոնք կրնան մեծապես օգտակար լալ
նորահաս սերունդին ընդհանրապես եւ հոմենտմենին մասնավորապես։ Այսօր համակումարը իր աշխատանքները կսկսի երապելուր այցելությամբ եւ սկաուտական արարատյան գարկի մասնագետներուն հետ հանդիպումով, ապա առանցին նիստերով կշարունակի իր քննարկումները։ Օրվան ընթացքին մասնագետները գայցել են Հայաստանի ազգային արխիվ եւ Երգիր մեդիա։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնեն ցեզի ներկայացուցին հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի դեն ցայնա ղորտաբար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։